Հայտնի և սիրված երգչուհի Սոնա Շահգելտյանի դեռ առաջին ամուսնության մասին լուրերն այնքան էլ տարածված չէին։ Քչերը գիտեին, որ նա սիրելի ունի, մինչև համացանցում սկսվեցին շրջանառվել բաժանության մասին խոսակցությունները։ Դեռ հեռավոր 2015-ին հայտնի դարձավ, որ երգչուհին գաղտնի ամուսնացել է, իսկ ավելի ուշ ինքն էլ հաստատեց այդ տեղեկությունը։ Նա վստահեցնում էր, որ երջանիկ և սիրված է։ Երգչուհին ամուսնությունից որոշ ժամանակ անց մայրացել էր։ Ուշագրավ է, որ այդ շրջանում Սոնան գրեթե հարցազրույցներ չէր տալիս։ Իսկ ավելի ուշ իր սոցիալական էջերից հեռացրել էր ամուսնու հետ համատեղ լուսանկարները։ Ինչպես առաջին ամուսնությունն, այդպես էլ երկրորդ ամուսնությունը երկար ժամանակ հանրությանը հայտնի չէր։ Մինչև այն պահը, երբ նա խոսեց այդ մասին Հերմինե Դիալոգի տաղավարում։ Երգչուհին նշել էր, որ իր կողքին մարդ կա, և նրանք արդեն տևական ժամանակ է, ինչ միասին են ապրում։ Զրույցի ընթացքում նա անդրադարձել էր նաև որդու և ներկայիս ամուսնու հարաբերություններին։ Արթուրս տեղյակ է, և ես Արթուրիցս ոչինչ չունեմ թաքցնելու։ Փորձել եմ միշտ փակ պահել այս թեման, քանի որ անձնական է։ Իմ կողակիցն էլ այդքան չի սիրում սոցցանցեր։ Իր գործով, իր սիրելով, իր տեսակով, իր հարգանքով ապացուցում է ամեն բան։ Ես ուրախ եմ շատ, Աստծո կամքով է այսպես ստացվել, ես ոչինչ չեմ պլանավորել։ Շփվում եմ, ունեմ սիրող մարդ, սիրող անձնավորություն։ Սերն իսկապես հիասքանչ բան է։ Արթուրս բնականաբար տեղյակ է, շատ սիրում է։ Ինքը պակասը ընդհանրապես չի զգում, լրացվում է։ Քանի տարի է իրար հետ շփվում ու ապրում ենք միասին։ Կարծում եմ, որ հետագան ապագան ցույց կտա, ես ոչինչ չեմ կարող կանխատեսել։ Մենք մեկս մյուսին լրացնում ենք, համ շատ նման ենք իրար, համ տարբեր։ Ես խանդոտ մարդ եմ, իմ մեջ դա կա, շատ խանդոտ եմ տեսակով։ Ինքն էլ է խանդոտ, բայց հազվադեպ է ցույց տալիս, ավելի հասուն է։ Իսկական տղամարդ է և սիրում է իմ տեսակը։ Աստծո կամքով մենք իրար հետ ենք, թե հետագան ինչ կլինի, չեմ կարող ասել, նշել է երգչուհին։ Սոնա Շահգելտյանը վերջին շրջանում եղել էր «Կյանքի ուղիներով» հաղորդման հյուրը, որտեղ էլ անկեղծ զրույց էր ունեցել։ Իջական աղջկա չարաճճիությունները ստվերում էին թողնում նրա ձայնային տվյալները։ Մամաս ասում էր՝ դու պիտի տղա ծնվեիր անպայման։ Էն ժամանակվանից եղել եմ աշխույժ, խելառ, բայց դա ինձ չի խանգարել երբեք։ Շատ օգնել ա, և տղաներին էի ծեծում իհարկե։ Երբ նա փոքր էր, ծնողները հեռացան իրարից։ Հայրիկի հետ կապն այսօր ընդհատված է։ Վաղուց չեմ տեսել, ինքը պետքա ցանկանա, որ ինքը ցանկանա, ես այդ կապը կպահեմ։ Մեր մեջ չի եղել վեճ, կռիվ, որ չենք ուզում խոսել, վերջ։ 15 տարի առաջ նոր ալիք մրցույթը մի նոր ալիք բերեց երգչուհու կյանք։ Նա դարձավ Հայաստանը ներկայացնող առաջին մասնակիցը, ով հաղթեց հեղինակավոր այդ մրցույթում։ Ճիշտն ասած չէի հավատում, մրցույթներին հավատով չեմ մոտենում էն առումով, որովհետև կարող ա նախապես ընտրեն ով ա գնում։ Ոնց որ հարկն էր, ինձ չեն դիմավորել, չեն պատվել։ 2015 թվականին հայտնի դարձավ, որ Սոնա Շահգելտյանն ամուսնացել է, այսօր նա մի որդի ունի։ Ինքը հիմա ԱՄՆ-ում ա և իրա կյանքը պատկերացրել ա տենց։ Մի որոշ ժամանակ եղել ա դադար, չենք շփվել։ Բայց կապը միշտ կա, ու ես հիմա իմ կյանքը փորձում եմ դասավորել այլ կերպ։ Հաճախ հայտնվելով քննադատությունների ու քննարկումների կենտրոնում նա չի կոտրվում այդ ամենից։ Մարդու նկատմամբ մարդ մնալ է պետք, ասում է նա, հորդորելով երբեք չվատաբանել լավ մարդկանց։ Star News-ը սիրով զրույցից առանձնացրել էր այսքանը։ Նշենք, որ Սոնան վերջերս ունեցել էր նաև հարցազրույց անկեղծ զրույց Մեհերի հետ հաղորդաշարի շրջանակներում։ Զրույցի ընթացքում եղավ մրցույթներից, որոնց Սոնան ունեցել է իր մասնակցությունն ու հաղթանակը։ Ես մեզ կարող եմ համարել մրցույթային երգիչներ։ Ամեն մարդ չի կարող մրցույթում ներկայացնել Հայաստանը, լավ երգիչ է և երգչուհին պետք է լինի նաև մրցույթային։ Մեհերն ու Սոնան խոսեցին ճանաչված ու սիրված լինելուց, չարախոսություններից։ Մարդիկ փորձում են կռիվ գցել, ինտրիգ բոլորիս մեջ էլ կարող է լինել։ Կարող ենք խոսենք էլ, վիճենք էլ։ Ամեն մեկս ունենք տարբեր հայացողություն, բայց կան մարդիկ, որ ուզում են քեզանով կայանան, անիմաստ բաներ են խոսում։ Ոչինչ, ես դրանից չեմ նեղվում, իրենք թող խոսան, ես դրանից ավելի կբարձրանամ։ Ես կմնամ իմ դիրքերում, չեմ պատասխանի։ Մարդիկ իրենց անցյալը չեն մոռանում երբեք,
ապրում են ներկայով։ Ես խորհուրդ կտամ անցյալն էլ հիշեն, ներկայով ապրեն ու թող ապագան էլ լավ լինի իրենց համար։ Չմոռանան, որ ուզում էին ինձ հետ նկարվեին, որ իմ շողքի տակ մեծացան, բայց հիմա վեր են թռնում։ Մեքենան կոտրելու դեպքի մասին Սոնան ասաց. Հենց անցյալ տարվա նոր տարվա 31-ին արթնանում եմ, գնամ նկարահանման, տեսնում եմ ավտոյիս ապակու կեսը չկա։ Նենց չէր, որ գումար չէին տարել, չեմ ասում ահռելի գումար, բայց ամեն դեպքում ես չեմ դիմել ոչ մեկի և չեմ դիմի կյանքում։ Այնքան բաներ կան, որ չեն բացահայտվում, ասել եմ դրանք մեր կյանքում մանրուքներ են, ոչինչ։ Հաղորդման վերջին հատվածում խոսք եղավ նաև մրցանակաբաշխություններում անտեսված լինելու մասին։ Դրան տեղ չեմ տալիս, որովհետև նենց մրցույթների եմ մասնակցել 10 տարեկանից, նենց մրցանակներ եմ բերել։ Ես ոչ նախանձով եմ խոսում, ոչ չարությամբ, բացարձակապես։ Իմ համար չեն էլ քննարկվում մրցանակաբաշխությունները, որովհետև եթե ես մի տեղ չկամ, ուրեմն փլավ ա։ Երևի լավն ենք, որ չկանք, ուժեղ ենք։ Եթե երգենք շատ մարդիկ չեն երևա, ասել էր երգչուհին։ Քանի որ հարցազրույցի ընթացքում խոսք եղավ մեքենայի ապակին կոտրելու դեպքի մասին, նշենք, որ երգչուհու խոսքով իր մեքենայի ապակին կոտրել է իրեն ճանաչող մարդ, որպեսզի ամանորի գիշերը վատություն անի։ Նա հաստատելով լուրը իր ֆեյսբուքյան էջում գրառում էր արել այս մասին։ Կարծում եմ, որ դիտավորյալ քայլ էր իմացող մարդու կողմից, ամանորի գիշերը վատություն անելու ինձ։ Կյանքի ուղիներով հաղորդաշարին հյուրընկալվել էր երգչուհի Սոնա Շարգելտյանը, Star News-ը հետևեց հաղորդման անոնսին։ Աշխույժ ու անմիջական աղջկա չարաճճիությունները ստվերում էին թողնում նրա ձայնային տվյալները։ Մամաս ասում էր, դու պիտի տղա ծնվեիր անպայման։ Էն ժամանակվանից եղել եմ աշխույժ, խելառ, բայց դա ինձ չի խանգարել երբեք։ Շատ օգնել ա, և տղաներին էի ծեծում իհարկե։ Երբ նա փոքր էր, ծնողները հեռացան իրարից, հայրիկի հետ կապն այսօր ընդհատված է։ Վաղուց չեմ տեսել, ինքը պետքա ցանկանա, որ ինքը ցանկանա, ես այդ կապը կպահեմ։ Մեր մեջ չի եղել վեճ, կռիվ, որ չենք ուզում խոսել, վերջ։ 15 տարի առաջ նոր ալիք մրցույթը մի նոր ալիք բերեց երգչուհու կյանք։ Նա դարձավ Հայաստանը ներկայացնող առաջին մասնակիցը, ով հաղթեց հեղինակավոր այդ մրցույթում։ Ճիշտն ասած չէի հավատում, մրցույթներին հավատով չեմ մոտենում են առումով, որովհետև կարող ա նախապես ընտրեն ով ա գնում։ Ոնց որ հարկն էր, ինձ չեն դիմավորել, չեն պատվել։ 2015 թվականին հայտնի դարձավ, որ Սոնա Շարգելտյանն ամուսնացել է, այսօր նա մի որդի ունի։ Ինքը հիմա Միացյալ Նահանգներում ա և իր կյանքը պատկերացրել ա տենց։ Մի որոշ ժամանակ եղել ա դադար, չենք շփվել։ Բայց կապը միշտ կա, ու ես հիմա իմ կյանքը փորձում եմ դասավորել այլ կերպ։ Հաճախ հայտնվելով քննադատությունների ու քննարկումների կենտրոնում նա չի կոտրվում այդ ամենից։ Մարդու նկատմամբ մարդ մնալ է պետք, ասում է նա, հորդորելով երբեք չվատաբանել լավ մարդկանց։ Star News-ը սիրով զրույցից առանձնացրել էր այսքանը։